Եվս մեկ անգամ բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողի սիրելիներս, ես արդեն պատրաստ եմ, որպեսզի առաջարկեմ օրվա բաղադրատոմսը, բայց մինչ այդ ուզում եմ բոլորիդ ողջունել, թե Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին, թե Հայաստանից դուրս բնակվող մեր հայրենակիցներին։ Ես երեկ իմացա, որ շրջաններում մեզ շատ դիտում են եւ ուզում եմ բոլորին յուրահատուկ ողջույններ ուղարկել եւ առանձնացնել հենց Գորիսում բնակվող մեր հայրենակիցներին բոլորիդ ողջույններ, որովհետև ես երեկ իմացա, որ մեզ անհամբեր առավոտյան սպասում են եւ դիտում են։ Ողջույններ բոլորիդ սիրելիներս։ Մենք ձեզ շատ սիրում ենք եւ ուրախ ենք, որ դուք մեզ հետ եք։ Եվ ես այսօր պետք է առաջարկեմ շատ համեղ աղցանի տարբերակ։ Ինչ ենք պատրաստելու, ինչ բաղադրիչներ են մեզ պետք դրա համար։ Ուրեմն կարտոֆիլ, ամենակարևորը, ասես հիմքը եւ այսպես կարևոր բաղադրիչը լինելու է կարտոֆիլը, հետո ունենք նրբերշիկ, ունենք թթվասեր, մայոնեզ, մի փոքր մանանեխ, այս բոլորը պետք է միախառնենք եւ սոուս պատրաստենք, պետք է այս աղցանին ավելացնենք կանաչ սոխ, մաղադանոս, իսկ վերջում արդեն գեղեցիկ լոլիկներով զարդարենք։ Ինչ ենք անում առաջին հերթին։ Սիրելիներս, իրականում քիչ են բաղադրիչները, իհարկե չմոռանամ նշել, մենք պետք է այստեղ ավելացնենք նաև թթուվարունգ։ Իհարկե թթուվարունգը մենք կօգտագործենք մեր գործընկերոջ առաջարկը, այսինքն Իջևանի գինու եւ պահածոների գործարանի այս համեղ պահածոն թթուվարունգը եւ իհարկե մեր աղցանը կդառնա շատ ավելի ճոխ եւ շատ ավելի համեղ։ Ահա, ինչ ենք անում առաջին հերթին։ Մենք կարտոֆիլը պետք է մանր կտորների վերածենք եւ խաշենք, սիրելիներս։ Ոչ թե տապակենք, այլ խաշենք։ Եվ հենց հիմա առաջին հերթին կսկսենք հենց զբաղվել այդ գործով։ Մեզ փոքրիկ կտորներ են պետք, որպեսզի հարմար լինի աղցանի մեջ դե թե ուտելը, թե տեսքը ապահովենք։ Եվ խաշելն էլ ես կարծում եմ շատ բավականին արագ կստացվի մանր տարբերակով, փորձեմ շատ արագ կտրատել եւ տեղափոխել արդեն ջրի մեջ։ Այսպիսի կտորներ են պետք, սիրելիներս։ Եվ իմիջիալոց նշեմ, ահա, որ այս եռացող ջրի մեջ ես լցնելու եմ աղ, այսինքն նախապես արդեն պետք է համեմունքը լցնենք։ Աղ կլցնեմ ջրի մեջ եւ ինչ կլցնեմ, սիրելիներս, իմ սիրելի համեմունքը, քրքում։ Այսպես։ Հիմա փորձենք խառնել։ Եվ իհարկե այստեղ ավելացնենք մեր կարտոֆիլը։ Մյուս կարտոֆիլները եւս իհարկե հիմա միասին կկտրատենք եւ կավելացնենք։ Այսպես։ Եվ իհարկե սիրելիներս նրբերշիկը պետք է կտրատենք եւ ես այն պատրաստելու եմ ջեռոցում, որպեսզի լավ տապակվի։ Ողջույն Սուրեն ջան, ողջույն սիրելիս։ Դու ամեն առավոտ այսպես մեզ դրթում ես ուտելուն։ Դե բա կարևոր է, շատ կարևոր է Սուրեն ջան, դու գիտես որ դա շատ կարևոր է։ Իհարկե, ամեն նախաճաշերը Ադրինեի ֆիրմային, հա։ Այո, բաղադրատոմսերը մեզ միշտ ամեն առավոտ։ Իդեպ դու նշեցիր, որ իմացել ես, որ շրջաներում մեզ շատ են դիտում, ես ասեմ, որ մեզ նաև դիտում են Եվրոպայում եւ հենց նոր գրեցին, որ Ադրինե ջան, մենք
ջանքեր ենք ձեզ դիտում եւ այնպես որ Եվրոպայում բնակվող մեր հայրենակիցները նույնպես հետևում են քո բոլոր բաղադրատոմսերին։ Սիրելիներս, ես գիտեմ, որ դուք մեզ դիտում եք ու ջերմագին արևներ ու բարևներ ենք ուղարկում ձեզ եւ մեզ համար գիտեք որքան ուժ եք դուք փոխանցում, երբ ասում եք, որ օրինակ Սփյուռքում, Եվրոպայում կամ նահանգներում մեզ դիտում են, դա մեզ գերագույն ուժ է տալիս, որովհետեւ մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր առավոտ, երբ ասում ենք բարձր տրամադրություն ենք մաղթում, բարի արև ենք մաղթում, մենք հասկանում ենք, որ դա տեղ է հասնում, այսպես ասած, եւ ձեր սրտերը ջերմացնում է։ Դրանից կարևոր բան մեզ համար չկա։ Այո, ինչ ենք անում։ Ահա, ես կարտոֆիլների, այսինքն մշակմամբ եմ զբաղված, բայց հեռուստադիտողին ասենք, որ նրբերշիկը կլոր շերտերով շերտատելու եմ, համեմելու եմ այն եւ այս հրակայուն ուրեմն տապակի մեջ տեղափոխելու ենք ջեռոց։ Հիմա կարտոֆիլը իհարկե ես կփորձեմ շատ զգուշությամբ տեղափոխել ջրի մեջ, ինչպես նշեցի, քրքում եւ աղ եմ ավելացրել, որպեսզի այդ համեմունքներով Ես քեզ օգնում բացենք այս թթուն։ Իհարկե։ Որտեղ թթուն իմ աչքից չի կարող վրիպել, Ադրինա, դու գիտես, ես թթու շատ եմ սիրում։ Ես գիտեմ, Հատկապես Իջևանի առաջարկը, այո։ Առաջարկը նրանց թթուները շատ համեղ են ու տալիս են տնական պատրաստած թթուների համը, այո։ Իսկ բացում ոնց որ մայրիկն է պատրաստել, որտեղ մայրիկը շատ համեղ է թթուները պատրաստում։ Այո, մայրիկները խոսք չունի, իրենց ձեռքի պատրաստածը եւ իրենց խոհանոցը, դրանում կասկած չկա։ Եվ ինչ պիտի անենք, հերթականությունը ինչ պիտի անենք։ Այո, կարտոֆիլը ես համարյա թե արդեն ավարտում եմ աշխատանքը, միայն այս ընթացքում, եթե դադար լինի, ես նրբերշիկը կկտրատեմ եւ իհարկե համեմունքներով կտեղափոխեմ ջեռոց։ Տեսնենք ժամանակային հատված ոնց կստացվի, միգուցե ես թողնեմ հերոստատողի հետ միասին կանենք դա։ Այս պահին միայն կարտոֆիլը պետք է խաշվի, հետո շարունակությունը արդեն միայն մեր հերոստատողի օրինակ շատ են նրբերշիկի խաշման տարբերակն են լայֆ խակեր առաջարկում ես չգիտեմ երբ որ ես եմ դա ինքնագլուխ եմ անում դա ես տեսնում եմ որ նրբերշիկը ընթացքում պայթում է եւ անհամ անճոռնի մի բան սովորաբար թաղանթով նրբերշիկներն են այդ հատկությունը դրանք ունեն որ հանկարծ կարող է պայթի դե պետք է այն քիչ թողնել հետեւողական լինել իսկ պարզապես այն տարբերակները, որոնք ուղղակի պետք է կեղևը մաքրես, դրանք խաշվելը չեմ կարծում այնպեսի բարդ բան կա, այո։ Շատ լավ։ Իհարկե համեղ նախաճաշ պատրաստելը եւ վայելելը շատ հիանալի եւ շատ կարեւոր, փորձեք օրվա ընթացքում էլ համեղություններ պատրաստել։ Դե ինչպես նշեցինք, արդեն համաշխարհային կինոինդուստրիան էլ արդեն տվել է այն հնարավորությունը, որ այս հանգիստը ամառային անցնի նոր պրեմիերաներով։ Իդեպ ասեմ, որ հենց այս ամսի 27-ին դուրս է գալու երկար սպասված Squid Game-ի երրորդ եւ ֆինալային այո եթերաշրջանը, այնպես որ արդեն անհամբերությունը կա, արդեն Netflix-ը իր հարթակում գովազդում է եւ շատ շուտով բան չմնաց, ընդամենը 23 օր հետո Netflix-ի հարթակում հասանելի կլինի հենց Squid Game 3-ը եւ եւս մեկ շատ կարեւոր պրեմիերա է սպասվում, օրինակ ես շատ եմ սիրում այդ սերիալը, կոչվում է Stranger Things, այսինքն եթե չեմ սխալվում, կոչվում է անհավանական պատմություններ, այդպես է, եւ էլի բավականին աղմուկ հանեց այդ սերիալը, երբ որ դուրս եկավ առաջին երկրորդ սեզոնները, հիմա պատրաստվում է արդեն եւս մեկը, այնպես որ նույնպես այս ամիս նախատեսված է պրեմիերան։ Մի խոսքով լիքը գործ կա անելու ժողովուրդ ջան, պետք է լիքը լավ բաներ նայել եւ այդ ամեն լավ բանը պետք է լավ շրջապատում արվի եւ լավ սեղանների շուրջ ես կարծում եմ համեղ սեղան հերոստատողին իմիջայլոց ուզում եմ շեղվել եւ ասել որ տեսեք սիրելիներս արդեն շատ գեղեցիկ գույն է ստացել մեր կարտոֆիլը դեղնեց եւ այսպես շատ աղցանի մեջ էլ գեղեցիկ կդիտվի այս ամենը եւ կարեւորը այս բուսական համեմունքը շատ օգտակար է մեր օրգանիզմին Դե ես այս պահին նրբերշիկները կլոր շերտերով շերտատեմ, տեղափոխեմ մեր ամանիկի մեջ, որտեղ կավելացնեմ էլի բազմապիսի համեմունքներ եւ ջեռոցում իհարկե կտապակենք։ Ահա, սա էլ այսքանը, հետո մնացածը սոուս պետք է պատրաստենք, կանաչիները պետք է կտրատենք, թթու վարունգ ամենակարևորը։ Մի փոքր հերոսայտողին ասեմ, որ մի փոքր սա երևի թե
տպավորություն կթողնի, որ ձմեռային աղցան է, քանի որ կարտոֆիլ, սոուս, դե ամառը գիտենք թարմություն կանաչի, բանջարեղեն եւ բայց ոչինչ, սիրելիները, սա էլ երբեմն պետք է, որովհետեւ կարող ենք հավելել, այո, ինչու ոչ, այս համեղությունները շունչ կտան մեր օրվա բաղադրատոմսին եւ կդառնա երկուսը մեկտեղ Եվ քանի որ արդեն բացվել է, հա, լողավազանային սեզոնը, ինչպես ասում են, ճիշտ է, այսօր մի քիչ ցուրտ է, բայց ամեն դեպքում կապ չունի, որովհետև ջրի ջերմաստիճանը միշտ նման վայրերում, հատկապես հիլզում, բացօթյալ մենք արդեն ներկայացրել ենք, այնտեղ ջրի ջերմաստիճանը միշտ պահվում է եւ դուք երբեք չեք զգա, որ օդը մի քիչ սառն է Եվ պետք է ավելի այնպես սնվել, որպեսզի կարողանալ պահել այդ մարզավիճակը, որովհետև արդեն հենց այդ հրաշալի տրամադրությունն է տալիս հարևայրուք եւ դա էլ պետք է չափավոր արվի եւ փորձեք օգտագործել բնական միջոցները, որոնք կապահովեն ձեզ այդ գեղեցիկ հարևայրուքը եւ նաեւ կպաշտպանեն ձեր մաշկը արևից։ Ես նաեւ իմացա որ մենք անընդհատ ասում ենք, չէ, դե վիտամին D-ի պակաս, եթե բոլորը տան այդ անալիզը, ինչպես ասում են, բոլորի մոտ գալու է, որ վիտամին D-ն, ասում են, դե բոլորի մոտ էլ պակաս է վիտամին D։ Իրականում եւ մտածում ենք, դե հիմա ամառ է վիտամին D-ն հաստատ կստանանք արևից, բայց կա այսպիսի մի շատ հետաքրքիր տեսանկյուն բժշկական, որի մասին երևի թե մենք տեղյակ չենք, եթե մենք ունենում ենք արևայրուք Հա, եւ մեր մաշկը պատվում է այդ մուգ գույնով, մենք արևի վիտամին D-ն չի անցնում արդեն մեր մաշկ, որովհետեւ այդ պաշտպանիչ շերտը, որը փակել է մեր մաշկը, ել չի թողնում, որպեսզի վիտամին D-ն անցնի մեր օրգանիզմ։ Եվ մենք փորձում ենք մեր վիտամին D-ի պաշարը ստանալ, չգիտեմ, գլխի վրայի մաշկով, եթե իհարկե նման չի եւ այստեղ էլ արևայրուք չկա։ Եվ իհարկե փորձեք այդպես, հա, որովհետեւ պաշտպանել մաշկ արևայրուքից շատ կարեւոր է, եթե իհարկե չեք ուզում, եթե իմ նման չեք եւ օրինակ ես շատ եմ նախընտրում հենց դա եւ վիտամին D-ի պաշարը արդեն օրգանիզմը սկսում է քիչ ընկալել։ Այո, եւ վիտամին D-ն կարելի է արևը պարտադիր, դրանում ոչ մի խոսք, իհարկե, եթե այսպիսի մեր սուրենի տարբերակից կա իհարկե մի փոքր վարդ կարող է լինել, բայց սննդի միջոցով վիտամին D ստանանք, ինչու ոչ, նաեւ բժշկի ցուցումով որոշակի, այո, որոշակի ցուցումներ եթե լինում են, ապա այդ տարբերակով, հաբերի տարբերակով ստանալ այն։ Դե մենք արևի երկիր ենք։ Ես կարծում եմ, որ դե խոսքը իհարկե ցերեկային այն վտանգավոր արևի մասին չէր, ուլտրամանուշակագույն ճառագայթները շատ են, այլ առավոտյան։ Եթե ունեք հնարավորություն աշխատանքի գնալ ոտքով, քայլելով եւ այդ առավոտյան արևը արդեն վայելելով, դա շատ լավ է եւ առողջարար է։ Քայլեք, ընդհանրապես շատ քայլելը շատ կարեւոր է, հատկապես հիմա որ դրսում ցուրտ չի։ Շատ ճիշտ է եւ ընդհանրապես մաքուր օդ շնչելը թթվածինը այդ թոքերի համար շատ բրոնխների թոքերի ամեն ինչի համար շատ լավ է եւ միայն ուզում եի շեշտել որ վիտամին D իհարկե պետք է ընդեղենից էլ ստանալ շատ կերեք ընդեղեն լավ սնունդ եւ այսպես բոլորը բալանսավորելով ամեն ինչ իր տեղը կընկնի եւ թող ձեր կյանքում արևոտ մարդիկ շատ լինեն նրանցից էլ է այդ վիտամին D-ն գալիս հավատացեք եւ ձեր դիմացինը ձեզ ժպտում է անկեղծ եւ իր ներսի արևն է տալիս ձեզ, նրա հետ տալիս է իր վիտամին D-ն նաև, սա շատ կարևոր է։ Այս պահին կարճ դադար կլինի, Ադրեն ինչ-որ բան կա ավելացնելու։ Ես համեմունքներ ավելացրեցի, չեմ շեշտում համեմունքները, որովհետև ըստ ճաշակի, այո, ես քրքում գունավոր պղպեղներ եւ սխտորի փոշի եմ ավելացրել։ Ադրեն ամեն առավոտ մեզ ասում է այսօր ոչ մի հանդիպում, սխտորի փոշի։ Փորձանք բաներ են, ոչ մի մտածեք։ Ես հիմա լավ միախառնեմ եւ կտեղափոխեմ ջեռոց։ Շատ լավ, մենք էլ կունենանք կարճ դադար մեր եթերում, հետո արդեն կվերադառնանք ու կշարունակենք։ Բարի առավոտ եւս մեկ անգամ մեր թանկագին հեռուստադիտողին Ժողովուրդ ջան, նախաճաշի ժամը պետք է նախաճաշել, լավ սնվել եւ ձեռքի հետ էլ պատրաստել օրվա բաղադրատոմսը։ Իսկ մենք այսօր առաջարկում ենք շատ համեղ աղցան, որտեղ ուրեմն պետք է օգտագործենք կարտոֆիլ, թթու վարունգ, ներբերշիկ, որը արդեն տապակվել է, ես քիչ հետո կբերեմ, կանաչեղենը հիմա կկտրատեմ, կավելացնենք, քիչ ավելի ուշ սոուսը կպահենք։ Գիտես, տեսա Ադրինե եւ ասեմ, մի անգամ կարծեմ նշել եմ, իմ ամենասիրելի աղցանը, որը այդպես փոքր ժամանակ շատ էր մայրիկս պատրաստում, հիմա էլ արդեն կինս է պատրաստում, կարտոֆիլ, թթուն մալականի, որ ասում են, չէ, եւ խաշած կարտոֆիլը, մալականի թթուն, հետը համեմունքներ, կանաչեղեն
Եվ շատ համեղ այո, է շատ եմ այնտեղ սիրում այդ եթե աղցանը։ նույնիսկ սամիտ կամ Այո, այո։ սոխ ընտիր Տենց բաներ, որ համադրություն է, այո։ Բոլոր այդ աղցաններից ամենաֆավորիտ իմ համար դա է։ Եվ հետաքրքիր է, որ ամենապարզ ու հասանելի Հասարակ, այո։ բաղադրիչներից ամենահասարակ ուտեստը կարող է դառնալ մարդու ամենասիրելի, այո, ուտեստը, ինչու ոչ։ Հիմա ես կբերեմ նրբերշիկը, կարծում եմ արդեն տապակվել է այն։ Օ, այո։ Շատ ընտիր է տապակվել։ Բավականին կլորիկներ են դարել։ Այո, խնդրեմ սիրելիներս, ահա այսպիսի տեսք ունի մեր ներբերշիկը, մի փոքր սառչելուց հետո, օй, շատ գեղեցիկ է։ Ես կավելացնեմ մեր աղցանի վրա։ Իսկ այս ընթացքում իհարկե կանաչեղենը անպայման կկտրատենք։ Կանաչիներից օգտագործելու ենք մաղադանոց եւ կանաչ սող, որպեսզի ամառային շունչ տանք այս ձմեռային աղցանին։ Դե այսօր ցուրտ է, կարելի է։ Այո, եւ դու իրավաց ես, այսօր համահունչ է եղանակին, կարծում եմ, ինչու ոչ։ Կարելի է այնպես անել, որ զուգահեռ ամեն ինչ իր տեղը ընկնի։ Մի քիչ անձրև կա, մի քանի կաթիլ եւ մի քիչ անպամած է, բայց դա էլ է պետք, որպեսզի բնությունը։ Այո։ Ահա, մեր ռեստորանում ասում են, որ արդեն արև կա։ Օ, հոյակապ։ Տեսնում ես, մենք մտանք եթեր առավոտյան եւ արևին Արևը կանչեցինք։ քայլ Արև, է։ եկեք, զիզի քարին վեր։ Դե այսօր արևի օրն է, պետք է որ արևը փայլի, այդ պարտադիր է, մեր արևին եւս մեկ անգամ շնորհավորենք եւ ասենք քեզ բարի տարեդարձ, բարի ժամանց, ամենակարևորը։ Մենք բոլոր գաղտնիքները արև գիտենք, որ դու ընկերուհիներիդ հետ այսօր լավ ժամանակ ես անցկացնելու, քիչիզություններ եք անելու, մենք գիտենք ամեն ինչ։ Հիմա արդեն այո, պատանիները ուրիշ ձև են նշում ծնունդը, ժամանակի մեկ այլ ձևեր, դե ամեն ժամանակ ունի իր թելադրանքը, հետաքրքրությունները, զվարճանքի տարբերակները, ամենակարևորը, որ այդ ամենը հենց իրենց տրամադրության համար է եւ քանի որ մեր երեխաները այնպիսի ժամանակաշրջանում են ապրում, որ պատերազմները շատ են աշխարհում եւ կարելի ասել մենք պարտավոր ենք նրանց համար մանկությունը դարձնել գոնե այո գունավոր ու գեղեցիկ, որովհետեւ երբ որ արդեն մեծանում ես, մանկության հիշողությունները շատ կարեւոր են, առողջ կյանքը շարունակելու համար, հա, մտքերի համար պետք է մանկությունն էլ լինի առողջ, որպեսզի արդեն հետագա մեծ տարիքում ավելի լավ գործեր անես եւ ավելի լավ մարդ լինես, սա շատ կարեւոր է եւ այնպես որ մենք պարտք ենք մեր երեխաներին գունավոր մանկություն, խաղաղ մանկություն, փորձում ենք հնարավորինս այդ ամենը կազմակերպել։ Այո, շատ ճիշտ եւ գեղեցիկ ասացիր, հիմա ժամանակները այնպիսին են, մի փոքր, եթե մեր ժամանակ մի փոքր իսկապես մաղթում էին անհոգ մանկություն, ինչու ոչ, մենք մի փոքր, ես հիմա հասկանում եմ, որ մեր մանկությունը եղել է անհոգ հիմա համեմատած հիմիկվա սերնդի հետ, այո, ծնողները բա ինչի համար են, որպեսզի կարողանան իրենց երեխաներին տալ այն գեղեցկությունը, որ նաեւ հետո այն ջերմությունը, որ հետո մեծանալուց, երբ դու ես արդեն տարիք դառնում, երեխաներիդ կողքդ լինեն եւ այն ջերմությունը, որ քեզ է անհրաժեշտ, արդեն նրանք կարողանան փոխանցել։ Եվ ինչպես ասում էր Զիգմունդ Ֆրեյդը, եթե ունենք խնդիրներ արդեն ավելի հասուն տարիքում, դա գալիս է մանկության տրավմաներից, հա, եթե մանկությունը պարզ ու պայծառ է, դու որպես մարդ կայացած ես եւ քո քայլերը հետագայում ավելի հստակ են, բայց եթե կան խնդիրներ, արդեն ուրեմն խնդիրները ոչ թե պետք է փնտրել հիմա, այլ հենց մեր մանկության։ Այո, խորքից է գալիս խնդիրները, բայց ես մի բան հասկացա իմ ապրած տարիների ընթացքում, գիտակից ինչ որ չափով հիմա գիտակից տարիքում եմ եւ հասկանում եմ, որ երեխաները միևնույն է, որքան էլ որ այդ վնասվածքները, տրավմաները ստանում են մանկության տարիներին, միևնույն է, պետք է մոռանան դրա մասին, պետք է շարժվեն առաջ, պետք է ներողամիտ գտնվեն իրենց ծնողների հանդեպ, որովհետեւ միևնույն է, նույնիսկ Աստվածաշնչում մեր Տեր Աստված ասում է, որ ծնողները մեկ գլուխ բարձր են երեխաներից։ Սա պետք չէ մոռանալ, միշտ ծնողը ճիշտ է եւ եթե որևիցե բան կատարվել է այդ պահին, ուրեմն ծնողը այդպես է հարմար գտել։
պարագաները այդպես են թելադրել։ Էնպես որ երեխաներ ջան, բաց թողեք բոլոր նեղվածությունները, մոռացեք եւ գնահատեք ձեր ծնողներին ու սեր տարածեք միմյանց նկատմամբ։ Պատմությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր չարագործություններ են արել, հա, պատմության ընթացքում, նրանց մանկությունը եղել է ոչ այնքան լավը։ Դե դրանց առանձնացնենք, կարի լավ բաներից խոսենք։ Տարօրինակ մարդկանց, նրանք նաեւ մարդ ասել երևի թե դժվար է։ Դրանց դնում ենք մի կողմ։ Հիմա կունենանք կարճ դադար, եթերում հետո կվերադառնանք, շարունակենք այս պայծառ տրամադրությունը։ Բարի ողջույն մեր թանկագին հեռուստադիտողին եւս մեկ անգամ ողջունում եմ եւ ասում եմ այսօր պատրաստում ենք շատ համեղ աղցան, ինչի համար մեզ անհրաժեշտ էր կարտոֆիլ, նրբերշիկ, թթու վարունգ, կանաչ սոխ, մաղադանոս եւ հիմա մենք պետք է պատրաստենք սոուսը։ Հուսով եմ մեզ հետ եք, չեք փոխել ալիքը եւ պետք է տեսնեք թե ինչ սոուս ենք մենք պատրաստում։ Ահա սիրելիներս, ես այստեղ ունեմ մայոնեզ եւ պետք է ավելացնեմ նաեւ թթվասեր։ 2 ճաշի գթալ մայոնեզ է, այստեղ կավելացնեմ 2 ճաշի գթալ թթվասեր, մի փոքր կավելացնենք մանանեխ, դեռ կավելացնեմ 1 թեյ գթալ, այսպես, լավ խառնենք, այնուհետև ավելացնենք մի քանի համեմունք։ Բնականաբար աղ պետք է ավելացնենք սիրելիներս։ Իհարկե հաշվի առնենք, որ կարտոֆիլը խաշվելիս ես ջրի մեջ լցրել էի աղ եւ իհարկե քրքում, որպեսզի գեղեցիկ թե գույն ստանար մեր կարտոֆիլը եւ թե մեզ համար դյուրամարս դառնա։ Ես այստեղ կավելացնեմ մի փոքր սև պղպեղ, մի աննշան սև պղպեղ, մի փոքր կարմիր պղպեղ, քանի որ մենք ավելացրել ենք մանանեխ, սիրելիներս, մանանեխը գիտեք կծություն ունի եւ այսպես չչարաշահենք կծուն, շատ քիչ ուղակի այսպես գեղեցիկ նոտա հաղորդելու համար։ Այստեղ մեզ մոտ մնացել է պտղունց սխտորի փոշի ես կավելացնեմ։ Լավ կխառնենք։ Ահա, ցանկության դեպքում սիրելիներս կարող եք այս սոուսի մեջ ավելացնել կիտրոնի հյութ, հետաքրքիր էլի այսպես համադրություն կլինի եւ կբալանսավորի շատ յուղայնությունը, շատ այսպես հագեցվածությունը, այնպես որ կարելի է նաեւ այստեղ ավելացնել կիտրոնի հյութ։ Իսկ ես կիտրոնի հյութը կփոխարինեմ մեր այս հոյակապ թթվի հյութով, մենք այստեղ մարինացված վարունգի ուրեմն պահածո ունենք, որը օգտագործել ենք մեր աղցանի մեջ եւ այս հյութից կօգտագործենք։ Այսպես։ Լավ խառնելուց հետո կավելացնենք մեր աղցանի վրա այս սոուսը։ Ահա, փորձենք հիմա այդ գործողությունը անել։ Ես ամբողջությամբ այսպես տեսակավորել եմ մի փոքր, չգիտեմ որքանով որ կերևա ձեզ, այստեղ ներփերշիկն է, թթու վարունգը, կարտոֆիլը, կանաչեղենը։ Հիմա փորձենք ամբողջացնել։ Այսպես։ Եվ իհարկե ավելացնել սոուսը։ Այսպես։ Բարի ողջույն Սոնատ ջան։ Հավատից ինձ բույրերս տարածել տաղավարում աշխատել չի լինում։ Հիմա եկա ավելի շատ զգացի։ Այստեղ ավելի շատ է բույրը տարածված, այո։ Դե հուսով եմ համեղ կստացվի եւ վերջում միասին կվայելենք։ Ես ուզում եմ ասել, որ մենք է շատ կարոտում ենք։ Դու 3 եթերում չէիր, այսօր մի փոքր ուշ միացար մեզ, մի տեսակ քո տեղը շատ է երևում։ Ինչ լավ է, բայց ես շատ շնորհակալ եմ քեզ երեկվա քաղցրության համար, որովհետև ես այսօր իմ բաժինը ճաշակել եմ, շատ համեղ էր եւ ես հասկացա, որ ոչ միայն սիրում եմ շատ քաղցր
ուտեստներ, այլև շատ սիրում եմ քո պատրաստած քաղցր ուտեստները, որովհետև շատ համեղ են։ Մերսի սիրելիս, շնորհակալ եմ եւ շատ կարեւոր է ինձ համար նաեւ, որ ոչ միայն հեռուստադիտողին իհարկե, այսինքն մեր միջոցով հեռուստադիտողին հաղորդում ենք, որ մեր առաջարկած ուտեստները լավն են, համեղ են, այնպես որ ինձ համար շատ կարեւոր է նաեւ ձեր կարծիքը, երբ այստեղ բոլորով մենք ճաշակում ենք այս ուտեստները, եթե դուք գոհ եք լինում եւ ձեզ դուր է գալիս, դա ինձ համար առավել հաճելի է եւ իմ մոտ վստահությունը ավելի այսպես բարձրանում է, որ ես հեռուստադիտողին սխալ խորհուրդներ չեմ տալիս։ Այո, եւ քանի որ ես այստեղ տեսնում եմ Elolai թթվասերը, ես մեկ անգամ ուզում եմ հիշեցնել մեր շատ սիրելի հեռուստադիտողներին, որ առավոտը շատ կարեւոր է կաթնամթերք օգտագործելով, սկսել իսկ անարատ կաթից պատրաստված կաթնամթերք, ինչպես նաեւ պանիրների լայն տեսականի առաջարկում է Elolai ընկերությունը, եւ այս ընկերությունը ունի նոր շատ համեղ պանիրի տեսակ, սուլուգունին բաստուրմայի հետ միքսած, շատ համեղ է, ձեռք բերեք եւ վայելեք ընտանիքի ամբողջ անդամներով։ Եվ իհարկե չենք մոռանում Իջևանի գինու գործարանի մասին, որը առաջարկում է պահածոների եւ հյութերի լայն տեսականի, որոնք բոլորը փաստում են տնական համի ու հոտի մասին, որովհետեւ այնտեղ Տավուշի մարզում տատիկները, կանայք, մայրիկները, ովքեր պատրաստում են իրենց ընտանիքների համար ամենահամեղ պահածոները եւ հյութերը, աշխատում են հենց այս գինու գործարանում եւ այդ ամբողջ հմտությունները տանում են դեպի գործարան եւ այնտեղ պատրաստելով մեզ փոխանցում են այդ տնական համն ու հոտը, ինչպես նաեւ այս գինու գործարանը առանձնանում է իր անմահական գինիների տեսականիով, որոնք վաղուց դուրս են եկել հայրենիքի սահմաններից եւ շատ սիրելի են ամբողջ աշխարհում։ Հոյակապ է, ամեն բան ասված է, ես կարծում եմ հեռուստադիտողը հաստատ մեր խորհրդից օգտվում է, հետևում է մեր խորհրդին եւ օգտվում է այս բարիքներից։ Եվ այսօրվա մեր աղցանը, մեր երկու գործընկերն էլ նպաստել են, որպեսզի մենք ունենանք այս համեղ աղցան։ Ջևանի գինու գործարանը եւ այստեղ այնպես որ այսպես դու ավելացրիր սոուսը, ահա։ Սոուսը եւս մեկ անգամ կարող են կրկնել, թե ինչպիսի սոուս էր, այստեղ թթվասեր, մայոնեզ, մանանեխ, աղ, կարմիր եւ սև պղպեղ, մի փոքր սխտորի փոշի եւ իհարկե ես վարունգի հյութը ավելացրեցի, թթվի հյութը, որը հետաքրքիր կդարձնի, եթե ցանկություն կա, կարելի է ուրեմն այս հյութի փոխարեն կիտրոնի հյութ ավելացնել։ Տեսեք ոնց է ձեզ հարմար։ Ահա, ես փորձեցի միախառնել, չեմ ուզում շատ այսպես խառնակցություն անել, որպեսզի տեսքը չփչացնենք։ Այսպես կարծում եմ արդեն մի փոքր էլ կհանգստանա, համերը կմիախառնվեն եւ կդառնա այն, ինչը որ մեզ պետք է։ Եվ քանի որ ամեն ինչ պարզ է խոհանոցում եւ դու էլ նշեցիր իմ երեկվա բացակայության մասին, ես ասեմ, որ երեք շատ հետաքրքիր տեսանյութ ենք պատրաստել, մենք նկարահանման էինք առավոտյան, այդ պատճառով ես բաց եմ թողել եթերը եւ ունենք հրաշալի հյուրեր ու խոսելու ենք շատ օգնող նախաձեռնության մասին։ Դրա համար հիմա կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք ու արդեն կողջունենք մեր հյուրերին ու ձեզ էլ կպատմենք այն ամենի մասին, ինչը հրաշալի օգնելու է բոլորին, հատկապես նրանց, ովքեր ցանկանում են նոր լեզու ուսումնասիրել։ Մնացեք մեզ հետ։ Բարի առավոտ եւս մեկ անգամ իմ թանկագին հեռուստադիտողներ։ Այսքան հետաքրքիր, ճոխ եւ ինֆորմացված լինելու պարագայում պետք է նաեւ հետեւել, ինչու ոչ գնալ, լեզու սովորել եւ իհարկե կամավորական աշխատանքներին միանալ, դա շատ լավ բան է։ Սիրելիներս, ես էլ պատրաստեցի օրվա բաղադրատոմսը, կարծում եմ, այսպիսի շատ հասանելի, շատ մատչելի բաղադրիչներով ստացել ենք այսպիսի ճոխ կերակրատեսակ, այսինքն աղցանի տարբերակ, ես ամենավերջում այն կզարդարեմ քունջութի հատիկներով, որպեսզի ավելի հագեցնող վիտամիններով հարուստ ստացվի մեր օրվա բաղադրատոմսը։ Եվ ձեզ էլ խորհուրդ եմ տալիս այսպիսի համեղություն պատրաստել այսօր եւ հրամցնել ընտանիքի անդամներին։ Մենք էլ մայրիկներս այսպիսի համեղություններով եւ օգտակար իհարկե սնունդով հաջողացնենք մեր ընտանիքի անդամներին։ Սիրելիներս, լավ եղեք, առողջ եղեք, ձեզ հետևեք եւ իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։